Նախ մի հարցում ուզում իրավական որևէ գնահատականի արժանացել է այն, որ իրենք հայտարարում էին, որ հեծում փոխկապակցված ընկերություններից էին գնումներ անում, ում հասկանալ որևէ գործի մեջ կա, թե սա պարզապես էլի հայտարարություններ էին մերկապարանոց և մեկային հարց պահող Արմենիազես, քանի որ մեջ է թվականին ասում էին, որ Փաշինյանին պատրաստեն այդպիսի առաջարկություններ էին հնչում անվտանգության միջանցքով, հետևելով այս վաղ մեկնարկած քարոզարշավին, մենք տեսնում ենք, որ հիմնականում ձեր ուժը խոսում է տնտեսական, սոցիալական խնդիրների վերաբերյալ, վերջին շրջանում նաև պայմանավորված անվտանգության բաղադրիչը, այսպես կանազի կողմից գծելու վերաբերյալ, բայց այնուամենայնիվ մենք չենք տեսնում հանրային համերաշխությանը միտված նաև որոշակի հայտարարություններ, որովհետև հանրային համերաշխություն չի լինի այնքան ժամանակ, մինչև այն մարդիկ, ովքեր օրինակ կառավարությունում մատնացույց են անում հանցագործների, բայց չի խոսվում այն մասին, որ վաղ թե ուշ նրանք կանգնելու են իրական արդարադատության առաջ։ Հիմա այս մասով ինչ է արվում և ելնելով նրանից, որ չի շեշտվում այս պատասխանատվության մասին դուք անվտանգության միջանցք եք տալու Փաշինյանին։ Տեսեք, նախ առաջինը ուզում եմ տեղեկացնել, որ Սամվել Կարապետյանը ես ինչքան ճանաչել եմ, միշտ եղել է այդպես միացնող, ոչ թե անջատող։ Ես գիտեք, շատ դժվար է այդ հարցին պատասխանել այն առումով, որ եթե մենք վերցնենք ամենափոքրիկ ինչ-որ արագ կատարողին սկսենք պատժել իշխանության գալու դեպքում, հավատացեք, այդ միասնությունը չի առաջանալու։ Ես չեմ ասում քրեական հանցագործները չեն։ Իմ անձնական կարծիքով, խնդրում եմ սա ֆիքսենք, կարծում եմ համերաշխությունը պետք է լինի որոշակի համաներման տեսքով, պետք է լինի որոշակի իրար միացնելու, ոչ թե առանձնացնելու, թշնամացնելու, բայց ես կարող եմ ձեզ ամենայն պատասխանությամբ հայտարարել, որ պետական դավաճանությունը չի ներվելու։ Կարծում դուք այդպիսի հայտարարության բաղ նաև խորագրել եք։ Այսինքն, ինչի եմ սա ձեզ ասում, որովհետև ճիշտ եք ասում, քանի այդ ամեն ինչին գնահատական չի տրվել, այդ համերաշխությունը չի կայանա, ես կարող եմ ասել, որ պետական դավաճանությունը որևէ մեկին չի ներվելու։ Ինչ վերաբերում է այդ առաջարկներին մեր տնօրենների, մեր խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի, չգիտեմ, մեր մյուս տղաների բան, մի քիչ ավելի հումորով վերաբերվեք այդ աշխատանքի ընդունելու եւ այլն։ Ինչ վերաբերում է գնումներին։ Գնումների մասով դատարանի որոշումը շարժանագրված է։ Ուրեմն երկու կտորի հանգամանքի եմ ուզում անդրադարձ կատարել, մեկը հիմա գնումներով չի լինի, մի հատ ուրիշ հանգամանքով կլինի, երբ որ միշտ էր գրել Թոմանոսը, որ այդպես քաղաքական եմ։ Արևայինների քանակը 1 միլիոն 800,400 արևային կայաններում թերգրանությունները եղել, թիվեր հրապարակել, վարույթի ժամանակ ասենք այս թիվը հրապարակել, ասենց քաղաքական գործ չեմ, կարող ավելի վերացեմ, կարող ցածր վերացեմ։ Ու համապատասխանաբար հետո վերջում դա ոչ թե բաներ չհաստատվեց, այսինքն քաղաքական դաշտում։ Հիմա գնումների հետ կապված ՀՑԿՀ-ն արձանագրել է ոչ թե փոխկապակցված, չփոխկապակցված, որովհետև փոխկապակցվածության արգելք առնվազն գործողով ժամանակահատվածում չի եղել, կա հատուկ կարգավորումներ, որ դատագրներով պետք է լինի, բայց հաշվի առնելով, որ ինքը մասնավոր է, հատուկ կարգավորումներ է։ Ցիկլում եմ միջավերած դատարանի որոշման մեջ։ Դատարանը գնահատելով վարչական մարմնի կողմից երրորդ ենթակետի շրջանակում ներկայացված հիմնավորումները արձանագրում է, որ վերջինիս եզրահանգումները հիմնված են շուկայի ոչ լիարժեք ուսումնասիրման վերաբերյալ ընդհանուր բնույթի դիտողությունների վրա, որոնք սակայն չեն ուղեկցվում բավարար եւ կոնկրետ համատական վերլուծությամբ։ Մասնավորապես վարչական մարմինը հղում է կատարել այն հանգամանքին, որ շուկայում առկա են այլ մատակարարներ, որոնք կարող էին առաջարկել ավելի մատչելի գներ։ Խնդիրը չի գնում փոխկապակցված, ոսկե թանկ է խառնել ուղղակիորեն։ Ինչպես նաև նշել է, որ այդ ընկերությունների ներկայությունը շուկայում հայտնի է եղել, սակայն չի ներկայացվել որևէ տվյալ այդ մասին, թե տվյալ կոնկրետ գրման պահին նույն տեխնիկական բնութագրերով ապրանքների շուկայական գինը ինչպիսին է եղել, եւ որքանով է այն տարբերվել ընկերության կողմից ձեռքբերված ապրանքի գնից։ Դատարանը նաև արձանագրում է, որ համացանցում առկա տեղեկատվությանը
սակրտավոր հղումը առանց դրա բովանդակային վերլուծության եւ կոնկրետ տվյալների ներկայացման չի կարող դիտարկվել որպես բավարար եւ արժանապատ։ Ու վերջում ասում վերագրերի հաշվառման դատարանը եզրակացնում է, որ վարչական մարմնի կողմից ներկայացված պնդումները կրում են ենթադրական բնույթ եւ չեն հիմնավորում բավարար ապացույցներով։ Մինչև այդ արձանագրումը դատարանը գտնում է, որ նման հանգամանքը ինքնին վկայում է մրցակցային գործընթացի առկայությամբ եւ դրա արդյունավետության մասին։ Այսինքն ոչ սայի տարբերություն է մնացած որոշ կետերի, ոչ թե ասել է քիչ են ապացույցները, ասում չեք հիմնավորում, որովհետեւ ինչ ասել հանձնաժողով, ասում է մեզ վստահեք, մենք լավն ենք, նայել ենք, ես գիտեմ շուկայում ավելի լավ գներ կա։ Ես գիտեմ, հետեւյալն է, էլի հարցում, տեղեկատվություն, ասում համացանցում նայել եմ, լավ համացանցում որ նայել ես, կարես տպես հետ նայել է, արձանագրես, ասել բերես ապացույց։ Այդ նույն ժամանակահատվածին է, որ մենք էլ կարողանանք ասենք, հա, բայց տեսակ ավելի էժան կա կամ չէ, ասենք, գիտեք, լրիվ ուրիշ բան եք տվել։ Լրիվ ուրիշ բանի մասին է խնդիրը։ Այսինքն սա շատ կարևոր է եւ գնումների մասով ուղղակիորեն, սա 9-րդ 36-ի 3-րդ կետն է դինահատից հետվել է։ Այսինքն այդտեղ ոչ թե փոխկապակցվածության խնդիրներ, այլ քանի էժան։ Գնումների մասին օրենքում մի քանի ամիս առաջ է փոփոխություն եղել, կարող ամիսները սխալ ասեմ, ասենք մի քիչ ավելի մի քիչ պակաս, որտեղ փոխկապակցվածության խնդիրները ավելացել հանրային կազմակերպությունների կողմից, միշտ էլ չկար։ Ինքնին արգել կա, բայց այս ընկերությունների խնդիրը ոչ թե փոխկապակցված, ասում թանկ է կարել գնումներով ավելի լավ գին կա։ Ի հավելում են դրան նաև ներկայացրել են, որ ներդրումային ծրագրերը ստուգում է մի հատ հանձնաժողովը, ներդրումային ծրագրերի ամբողջ գնման գործընթացը գնման պլանը վերահսկվում է հանձնաժողովի կողմից, այդպես էլ չի, որ լրիվ ազատ չկա է։ Եվ գնումների մասին օրենսդրությունը տարածվում է որոշակի սահմանափակումներով, այն իմաստով, որ ինքը պետական չի, բայց խիստ վերահսկվող է, որովհետև գնումների արդյունքները ազդում են բյուջեի վրա։ Սա զուտ արձանագրելու համար որ հերկվել է։ Կարճ արձագանքեմ անի հարցին կապված անվտանգության հետ։ Մենք 6 կետով ներկայացրել ենք, իմիջիալոց շատ գրագետ ու շատ ճիշտ, սկսած 10,000 դրոններից, էտել այդ կներեք այդ նկարող դրոնները չեն, էլի բավականին թանկարժեք եւ միջազգային լուրջ փորձ ունեցող լուրջ դրոնների մասին է խոսքը եւ ամենակարևոր հանգամանքը, որ մեր զինված ուժերում անգամ ժամկետային զինծառայողները ստանալու են աշխատավարձ, որից հետո անվճար կրթություն են ունենալու եւ այդ ամբողջ կետերը չբացեմ։ Այսինքն մենք մաս-մաս ենք ներկայացնում, իսկ մաս-մաս ներկայացնելու դեպքում այդ կետերը ամբողջությամբ ինչի՞ է որ դուք տեսնեք այդ բրոշյուրը, որտեղ հետևը գրված է երաշխավորված է Սամվել Կարապետյանի կողմից։ Այդ ամբողջը միջազգային փորձագետներով մանրակրկիտ ուսումնասիրում է դրա կատարման հնարավորությունը եւ պարոն Կարապետյանի կողմից դրված է մի խնդիր, եթե անգամ 99% է դրա կատարման հնարավորությունը, չէ, պետք է լինի 100%, որպեսզի դա հայտարարվի եւ իր կողմից հաստատվի։ Շնորհակալություն։ Իշխանության համարելավարություն։ Եթե հարցեր կա։ Պարոն Ղազարյան, պարոն Օրբենյան, իմ հարցը կապված է Տեկենի հաղորդման հետ։ Այն կետերը, որոնք Տեկենի սկզբնական հաղորդման մեջ էին ներառված, ըստ ձեզ, մեծամասամբ վերաբերում էին հենց Տեկենի դերասանություններին ու հեծի կառավարման, այսպես կոչված, հեծի կառավարման ճգնաժամի հետ որևէ կապ ապաշ չունեին։ Իսկ երկրորդ հարցը հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովը Տեկենից այդ խնդիրների լուծելու մասով որևէ գործողություններ արել է, թե ոչ։ Չէ։ Տեսեք, ուրեմն նախ առաջինը Տեկենը այդ ամբողջը գրելուց վերցրել է հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի տված ինֆորմացիա։ Գրել է։ Նախ չէի մոռացել, ուղղակի չէի ուզում ասել, բայց պետք է ասեմ։ Այս վարչական ակտը դատական ենթադրում է հանձնաժողովի, այսպես ամենակիչը հանձնաժողովի նախագահի փոփոխություն։ Ամենակիչն եմ ասում, չհաշված ընդհանրապես այդ հանձնաժողովի երևի առողջացման ծրագիր գրելը։ Ինչի համար եմ սա ասում, որովհետև հանրապետության ամենամեծ գործատու ռազմավարական նշանակություն ունեցող ընկերությունում հայտնաբերում են ճգնաժամ, բազմաթիվ կետերով մեղադրում են, դատարանը դա ճանաչում է ոչ օրինաչափ։ Հիմա ինչ վերաբերում է Տեկենին։ Տեկենը այդ ամբողջ ինֆորմացիան վերցնում է հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովից, երբ որ մենք ասում ենք լավ, Տեկենը որ քեզ դա տվեց, դու գիտեիր, ասում հա։ Ասում ենք, բա ինչի ոչ մի բան չէիր անում։ Չկա դրա պատասխան։
Այսինքն հանձնաժողովը ոչ թե պետք է վերցներ ՏԿ-նից, ինքը այդ ամբողջը ունենալով պետք է իր վարույթները հարուցեր ու համապատասխան ընթացքով գնար։ Սա եւս մեկ անգամ շատ ակնառու է դարձնում եւ ապացուցում, որ քաղաքական է, որովհետեւ տարան օրենքը փոխեցին, իմիջիալոց եթե կհիշեք, օրենքը փոխելուց կառավարությունը տվեց բացական եզրակացություն։ Այդ գլխադասային հանձնաժողովներ գլխառատ արեցին։ Այսինքն այնքան արագ էր ու իմիջիալոց իրար վրա գցելու գործընթացը շարունակվում է։ Կառավարությունը ամեն կերպով սկսած Եղիշը Լիպարիտ Դրմյանի գրությունից, ինչի քպախմբաղություն է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկավ ոչ թե կառավարության բացասական եզրակացությունը։ Այս ամբողջությամբ գիտեք ինչ, որ վաղը չեմիս օրը քրեական գործ հարուցվի մի հատ կազմակերպված հանցագործության մասին, մարդիկ ասեն, դե մենք դե կապ չունենք, նա նախաձեռնությամբ հանդես եկավ, իրանք քվեարկեցին, իրանք փոխեցին, մենք կապ չունենք։ Բացատրում ենք առաջին օրվանից, որ ՏԿ-ի հաղորդման այս հատուկ ռեժիմի ամբողջ տրամաբանությունը կայանում է հանձնաժողովի կողմից, հենց ճգնաժամ կապի չկա, կառավարելի դարձնել, այլ ոչ թե տենց շուրեքստրման պայմաններում պատասխանատվության խնդիր քննարկել։ Այն փաստը ու հանձնաժողովը ինչ էր գրել այդ որոշման մեջ, նախագահ գրել էր, որ դեր որ գրել են, ես ոնց որ կասկադի չեմ դնում, արևելություն պետք է գնահատեմ ու դրա հիման վրա հարցնում։ Բարույթի նյութերում նշված խախտումներից ենթադրյալ 9 կետից ոչ մեկի վերաբերյալ ապացույց չկա, ոչ մեկի վերաբերյալ ապացույց չկա։ 3-ի վերաբերյալ կա այլ ժամանակահատվածի նմանատիպ հանգամանքների վերաբերյալ ապացույց։ Միակ հարցը, որ տենց ընդհանրական ձևակերպումներ կա ՏԿ-ի բանի մեջ, են ոչ թե 9 կետերի մեջ, որ այդ դժգոհություններ են աճում, այդպես ինչ-որ դրած թե կա։ Դատարանը ըստ էության արձանագրել է շատ հստակ, սա դատարանի որոշման ամենախնդրահարույց նախադասությունն է, բայց պետք է ցիտեմ։ Այս պայմաններում նույն փաստական տվյալների հիման վրա վարչական ներողություն, այսպիսով այն դեպքում, երբ հաղորդման ներկայացված տվյալները հանդիսանում են այնպիսի տեղեկատվություն, որը ձևավորվել է հենց հանձնաժողովի վերահսկողական գործառույթների իրականացման շրջանակում եւ արդեն իսկ գտնվել են նրա տրամադրության տակ, այդ տվյալները չեն կարող դիտարկվել որպես նոր կամ լրացուցիչ փաստական հիմք, որը կստեղծեր վարչական վարույթ հարուցելու հնարավորություն։ Այս դրի համաձայն ենք։ Այն պայմաններում նույն փաստական տվյալների հիման վրա վարչական վարույթ հարուցելը առանց նրա հանգամանքների կամ էապես տարբեր գնահատման անհրաժեշտության վկայում է հայեցողական լիազորությունների անհետևողական եւ ոչ պատշաճ իրականացման մասին, ինչպես նաեւ հակասում է իրավական որոշակիության եւ համաչափության սկզբունքին, բայց դրանից հետո դատարանը գալիս է դրա համար, որ կարող է։ Բայց մինչև այդ շատ հստակ է ասում, դատարանը արձանագրել է մի բան, որ ասում է ՏԿ-ի հաղորդումը ընդհանրական է եւ ընդհանրական ձևակերպումներ ունի եւ հնարավորություն է տալիս ընդհանրական գնալ եւ վարույթները ընդհանրական, բայց ասում այնուհանդերձ նշված դրույթը չի կարող մեկնաբանվել այն իմաստով, աներողություն, թիմացիստեն դատասպանը չի նշանակում, որ ինչ ուզես պետք է ստուգես։ Ամեն դեպքում դա պետք է տեղավորվի ՏԿ-ի գործողությունների հաղորդման մեջ եւ առնվազն իմ նշած երկու կետերից մեկը չէ, որ երկուս եմ ասում, որտեվ 5-ը 6-ի մեկը լրիվ նույնն է, ընդհանրապես ոչ մի արվեստ չունի ՏԿ-ի հետ։ Այսինքն տեսականորեն այն 4-րդ կետը ինչ-որ ժամանակը փոխելով, մոդելը փոխելով, տվյալները փոխելով, ինչ-որ ընդհանրական գալով կարող են կապտալ, բայց մնացած բոլորը, այն երկրորդ կետը մնացած, ընդհանրապես ոչ մի արվեստ չունի ՏԿ-ի հաղորդման հետ։ Եվ շատ կարևոր է նորից, հանձնաժողովը ՏԿ-ի հաղորդման բարձրացված հարցերից գոնե մեկը ձևի համար փորձել է ժամանակահատվածում տրված խախտումներ, ժամանակահատվածում տրված անջատումներ, կոնկրետ վթարի պատճառներ չի ուսումնասիրել։ Ինչի՞։ Որովհետև գիտեր, որ դա մեղավոր չի։ Ի սկզբանե ամեն ինչ։ Այսինքն գոնե ապացույցները հավաքել, ասել սա հերքվում է, այլ բայց ես ուրիշ բան եմ գտել, ես ուրիշ բանի վերաբերյալ մի հատ նոր վարույթ եմ սկսում, այսինքն դա չեն արել, որովհետև պետք էր արագ հապշել ինչ-որ գործընթաց եւ համապատասխանաբար ընթացակարգերը ամբողջությամբ փակված են այս առումով։ Պարոն Փասինյան, հենց ժամանակավոր կառավարիչ Թոմաս Պետրոսյանը նշել է, որ այժմ հեծի վարկային բերում նվազել է, իսկ ձեր կառավարման ժամանակ այն շատ ավելի բարձր է, այսինքն փաստացի ստացվում է, որ նա ողջ հանդար է կառավարման Ձեր շնորհակալություն։
եթե ոչ մի բան չանի չաշխատի, շատ ավելի արագ կմարի։ Այսինքն նույն հնարավորություն ունեցել ենք մենք եւ պատկերացրեք ինչքան սեփականատիրոջը ձեռքը տար, հաշվի առնելով, որ վարկերի տոկոսները սպասարկում էին ինքը իր սեփական միջոցներից, ինչքան ձեռք կտար ֆինանսական առումով արագ մարել այդ վարկերը։ Բնականաբար չի արվել դա, որովհետեւ այն գումարները, որոնք վաղաժամ պետք է մարվեն վարկերը, դրանցով ներդրումներ է կատարվում։ Ինչպես ես նշեցի, ներդրումներ համարյա չեն կատարվում, պլանային անջատումներ չեն կատարվում, որովհետեւ ներդրումները կատարվեն, եւ վարկը նորից կրկնում եմ, վաղաժամ փակելը, դա ֆինանսական արդյունավետության խնդիր չի լուծում, շատ կարճ, ուղիղ, պարզ եւ կոնկրետ։ Եթե վարկի տոկոսը իր գրպանից տալիս է սեփականատերը, դու տարար շուտ այդ փողը փակեցիր, ներդրում չկատարեցիր, որ վիճակը մի քիչ լավանա, դրա օգուտը ո՞րն է, մեր ազգաբնակության օգուտը ո՞րն է այդտեղ, բացի շոուն, չկա։ Ինչ վերաբերում աշխատանքային առումով, չեն կարողանում կառավարել, որի արդյունքը մենք ամենօրյա ռեժիմով տեսնում ենք բոլորս։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ, ստեսուն ձեզ։